Պարոն Սիմոնյան, նախորդ ճեպազրույցի ժամանակ ճիշտ է անդրադարձել եք գերիների վերադարձին, 4 գերիների վերադարձին, բայց դրանից հետո ադրբեջանական տիրույթում խոսակցություններ տարածվեցին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրենց իշխանությունների կողմից այնուամենայնիվ նրանց բաց չեն թողնելու։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Որովհետեւ մեկնաբանություն չեմ կարող անել, պետք է կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ, եթե դրա համար ինչքան ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք եւ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնել, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա այն մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե։ Լավ, ճշտի հետո ես որ հարցնեմ։ Չէ, հերթով գնում ենք, ասեք։ Պարոն Սիմոնյան, գիտեք, որ հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն ազդարարել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, ըստ Իշխան Սաղաթելյանի դաշինքային ֆորմատով։ Ըստ ձեզ, պարոն Սիմոնյան, ինչն է պատճառը, որ 136-ամյակա շուտով բոլորով կուսակցությունը որոշել է դաշինքային տրամաբանությամբ մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե անձամբ սեփական դեմքով, եւ այս համատեքստում մի հարց Հայաստան խմբակցության ձեր գործընկերները օրերս եղել են Գեղարքունիքի մարզում եւ խմբակցության անդամ պարոն Լևոն Քոչարյանն այսպիսի միտք է արտահայտել. կամ ժողովուրդի իրավական տնօրինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը, կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջան։ Ձեր մեկնաբանությունը։ Նախ դաշնակցության մասնակցության հետ կապված իրանց գործնա ինչ ֆորմատով ուզում են մասնակցեն, մի բան ինձ համար միանշանակ է, ես չեմ ուզում սա համարեք ինչ որ քաղաքական հակառակորդին հարվածելու կամ ինչ որ ձևով մեղադրելու բան, ես վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որը որ Հայաստան դաշինքը այսօր այստեղ ունի, ել չի ունենալու։ Կարծում եմ, որ միգուցե հնարավոր է ինչ որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմ հաղթահարի, այն էլ այն պատճառով, որ նոր ընտրական օրենսգրքով, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է ընդունվել եւ արվել է ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, այլևս կուսակցությունների համար անցողիկ եւ դաշինքների համար անցողիկ շեմը մեկական տոկոսները վիճեցրել է, այդ բանի բերումով միգուցե իրանք հնարավորություն ունեն մինիմալ բանով անցնել, ոնց որ հիմա պատիվ ունեմ նա անցել, էլի մեր փոխած մեր բանով, որ պիտի երրորդը լինի, իրանք եկել անցել։ Ինչ վերաբերում Լևոն Քոչարյանի հայտարարություններին, ես չեմ համարում, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է, որին ես պետք է մեկնաբանեմ, եւ որովհետեւ մեկնաբանություն չունեմ, չեմ էլ ուզում անկեղծ ասել։ Ես գալու եմ, գալու եմ այդտեղ, չէ, սրա շարունակությունը հիշիկ ասես։ Այսինքն ընտրությունների Ասա, ես յուրաքանչյուր թեմայի պատրաստ եմ արել։ Որ հիմնական օրակարգը կառուցվում է ադրբեջանա-թուրքական նարատիվի շուրջ, էլի հասարակությանը վախեցնելու։ Դե իրանք մնացել են հին տրամաբանության մեջ իրենց այս ժամանակահատվածը աշխատանքային որևիցե բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի եւ հարևան երկրներից որևիցե մեկի նկատմամբ ինչ որ տարածքային պահանջների մասին։ Թեպետ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսեց վերջի իր ասոցիացիի ժամանակ, ասեց դա շատ վատ է, որ դու քեզ պարփակում ես 29743 քառակուսի մեջ, ինչ որ ձևակերպում մոտավորապես եմ հիշում, բայց ասածը հենց միտքը դա էր եւ ինչ ասեմ, թող անեն այդ առաջարկը հայ ժողովրդին գնան, ասեն դե մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ ենք սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու, մենք երբ որ մենք այլ Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ կկառուցենք, թող առաջարկը անեն, հայ ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ մերժելա ու մերժվելու է։ Պարոն Սիմոնյան, նույն հարցի տրամաբանության մեջ օրերս Հական Ֆիդանը անդրադարձել էր Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթին, թրիփի մասով ասել էր, որ շատ կառուցողական է գնահատում Հայաստանի կառավարության այս գործողությունները եւ դա Հայաստանում այսպես ընդդիմադիր շրջանակները ձևակերպեցին, որ Ֆիդանը աջակցում է այս իշխանություններին, անգամ ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչպես հասկանալ այդ խոսույթը եւ արդյոք դա հիբրիդային տրամաբանության մեջ է, այսպես ասած։ Դուք նկատել եք, որ աշխարհում այս վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ, Վրաստան, Իրան, Ադրբեջան, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակների եւ ռուսական որոշ պրոպագանդիստների։ Ասենք որոշ ռուսական պրոպագանդիստներ եւ մեր ընդդիմությունը այս տպավորությունն է, որ նույն դասարանից են։ Այսինքն այդ նկատել եք, նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետեւ գիտակցում է քաղաքական առումով եւ շատ ավելի ինֆորմացված է եւ շատ ավելի իրավիճակին լավ է
տիրապետում կամ իրեն թույլ չի տալիս խոսի կամ հասկանում է որ խոսելու վախտը չի, չգիտեմ պատճառները որոնք են, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները եւ ռուսական որոշ բլոգերներ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Եւ նաեւ Սալովյովի հայտարարությունը Ես նման Դուգինը արձագանքեց, որ Հայաստանին Լսեք, Ադրբեջանը պետք չէ անկապ։ Ինչ տարբերություն, նույն ռուսերեն մի հատ արտահայտություն կա, չեմ ուզում եթերով անեմ, նույն նապալչկի երևույթներն են իրանք։ Մեկը մյուսից իմ համար որևիցե ձևով չեն տարբերվում, ու որևիցե ձևով ես իրանց այս պահին միտք չունեմ մեկնաբանելու, երբ որ մեր երկրի նկատմամբ ես զգամ, որ շատ ինչ-որ բան կա, միգուցե իմ գործընկերներին, Տիկին Մատվիենկոին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ, մասնավոր զրույցների մեջ կասեմ եւ ասում եմ հաճախ խոսում եմ դրա մասին, ոչ թե լուրջ չեմ վերաբերվում, համարում եմ, որ ժամանակը չի եւ տեղը չի եւ իմ մակարդակը չի, որովհետեւ տեսեք, ես իրանց արձագանք եմ, մի հատ իրանք արձագանք են, այո, կարող եմ արձագանքել, շատ եղել է դեպքեր, որ արձագանքել եմ, բայց կարծում եմ հիմա տեղը պատեհ պահը չի, ասել եմ, ով որ պետք է իրանց արձագանքում է, երբ որ պահը կգա, երբ որ, չգիտեմ, չեմ բացառում, որ ինչ-որ միջազգային ֆորմատում, կարող է ես իմիջիալոց Ռուսաստան այց եմ նախապատրաստում, Ռուսաստան այց պետք է լինի, կարող է այնտեղ օրերը ճշտված չեմ, բայց հրավեր ունեմ փոխադարձ այցով իմ գործընկերը Տիկին Մատվիենկոն այստեղ էր մեծ կազմով, հիշում եք, եւ ես հիմա փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաև ծննդյանս կապակցությամբ զրուցել ենք եւ այդ այցի հետ կապված մանրամասներ ենք քննարկել եւ օրերը հələ ճշտված չի, այդ ֆորմատներում, եթե հնարավորություն լինի, եթե առիթ լինի, պաշտոնական այց է, այո, եթե առիթ լինի, ես դրան կարադառնամ, այս պահին ասեցի, այդ ձեր տված անունները ասում եմ նույն նապալչկի։ Դե ասում եմ, այդ առիթը ժամանակը կգա իրենց լեզվով, եթե կարիք լինի, իրենց լեզվով կարող